Հունվարի 6-ին, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Ծնունդը։ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Քահանա Կարապետյանը պատմում է, որ հայոց եւ ուղղափառ մի շարք այլ եկեղեցիներ հավատարիմ են մնացել ծննդյան տոների հունվար 6-յան նախապատմությանը։ Անշուշտ վաղ եկեղեցում պատմականորեն միշտ հունվարի 6-ին է տոնվել, առաջի երկրորդ դարերից սկսված, եւ հայերը պահել են այդ ավանդությունը, եւ երբ որ Կոստանդին կայսրի ժամանակ փոխվեց օրը, դեկտեմբեր 25-ին տեղափոխվեց ծննդյան այս տոների նշումը, հայերը կարծեմ համառորեն կարճեցին այդ հունվար 6-ին։ Ու չնայած նրան, որ ԱՄՆ-ում ծննդյան տոնական տրամադրություններն ավելի քիչ տեսանելի են այս օրերին, քաղաքում գործող երկու հայկական եկեղեցիների այցելուներն ամենամեծաթիվն են լինում։ Զատիկը եւ ծնունդը հիմնականում ամենամեծ տոներն են եւ ընդհանրապես մեր եկեղեցու մեջ անշուշտ ամենամեծ տոներն են Տիրոջ մեկը հարությունը, մյուսը ծնունդը։ Իդեպ անցյալ ամիս Վաշինգտոնում նշվեց համայնքի հիմնադրման 77-ամյակը։ Ի սկզբանե փոքրիկ Գաղթօջախը 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրեց իր առաջին եկեղեցին եւ ապա քիչ անց ունեցավ նաեւ երկրորդը։ Այսպես 1960-ական թվականներից ի վեր քաղաքում գործում են Էջմիածնական Սուրբ Մարիամ եւ Անտիլասական Սուրբ Խաչ եկեղեցիները։ Եթե քաղաքի առաջին հայազգի բնակիչները Վաշինգտոնում են հայտնվել ցեղասպանությունից հետո, ապա ավելի ուշ համայնքը համալրվել է աշխարհի ամենատարբեր հատվածներից այստեղ հայտնված հայերով, գործընթաց, որ շարունակվում է ընդհուպ մինչև հիմա։ Քաղաքը վերաշխուժացավ, երբ որ Լիբանանի պատերազմի 75-ից հետո բավական հայեր այնտեղից քաղտեցին, Սիրիայից եկան, իսկ 80-ից հետո էլ Բարձկաստանից բավական մեծ թվով հայեր եկան այստեղ եւ հիմա քաղաքը բավական աշխուժ վիճակի մեջ է։ Հիմնականում մեծ մասամբ մեր եկեղեցի հաճախողները Պոլիսից, Թուրքիայից եկած հայերն են, անշուշտ Հայաստանից եկած վերջի անշուշտ 20 տարիների ընթացքում բավական ունենք։ Ու չնայած նրան, որ մարդիկ տարբեր դրդապատճառներով ընտրում են այս կամ այն եկեղեցին հաճախելը, հունվարի 6 ըստ էության միանման է նշվում երկու եկեղեցիներում էլ, ինչպես կրոնածիսական, այնպես էլ տոնական մշակույթի տեսանկյուններից։ Միադեսակ է հայոց եկեղեցին, միևնույն ծեսերը, միևնույն արարողությունները, նամանավանդ միևնույն ավանդությունը, որ մեզ բախում է հայ։ Իսկ կան արդյոք եկեղեցի այցելող այլազգիներ, այս հարցին Տեր Հովսեփ Կարապետյանը պատասխանեց։ Մեկ-երկու ընտանիք կան, որ քուր եկեղեցու անդամներ են, ասենք Էթիոպիացի կամ Ղպտի, որ առիթից առիթ հաճախում են եւ մաս են կազմում մեր արարողություններին պատարագին։ Ծննդյան պատարագից հետո երկու եկեղեցիներում էլ հայկական ուտեստներ են մատուցվում, ինչն ըստ էության Վաշինգտոնի հայկական համայնքի եկեղեցական եւ այլ տոների կարևոր բաղկացուցիչն է դարձել։ Արսեն Խարոզյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։